Բարև ձեզ, Համեգլուսի եթերում հարցազրույցն է եւ այսօր Հայաստանում ու Հայաստանի շուրջ տեղ ունեցող կարևոր իրադարձությունների մասին կզրուցեմ քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Նավասարդյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Շնորհակալ։ Դուք հետևում եք Հայաստանում եւ Հայաստանի շուրջ տեղ ունեցող իրադարձություններին եւ տեսակ որ անցած շաբաթ Հայաստանի արտգործնախարարն ու Ամերիկայի պետքարտուղարը ստորագրեցին TRIP-ի զարգացման ընկերություն ստեղծելու մասին հայտարարությունը եւ որ այդ ընկերության 74%-ը պատկանելու է ԱՄՆ-ին, ընդամենը 26%-ը պատկանելու է Հայաստանին եւ որ այն նախապես 49 տարով է տրվելու այդ ընկերության կառավարման, այնուհետեւ արդեն 50% եւս լրացուցիչ ժամկետ։ Այնուամենայնիվ դուք ինչ կարծիք ունեք այդ հայտարարության մասին եւ մասնավորապես տարբեր դետալներու այս համամասնությունների մասին։ Ընդհանրապես, եթե գնահատեք ինչ է կատարվում Հայաստանի հետ կապված 44-օրյա պատերազմից հետո, մենք պիտի գիտակցենք մի բան, որ համարյա բոլոր նորությունները, նախաձեռնությունները հետևանք են դրա, որ Հայաստանը պարտվել է այդ պատերազմում եւ գտնվում է բավականին խոցելի վիճակում, ինչպես անվտանգության տեսակետից, այնպես էլ զարգացման տեսակետից։ Եվ բնականաբար ցանկացած պարտնյոր Հայաստանին դնելու է ծանր վիճակի մեջ եւ փորձելու է հնարավորինս շատ ստանալ ցանկացած գործարքից։ Այս դեպքում արդեն Ամերիկան։ Այդ դեպքում արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգները, մանավանդ որ մենք հստակ տեսնում ենք նոր ադմինիստրացիայի քաղաքականությունը, որը լիովին դրված է բիզնես սկզբունքների վրա։ Այսինքն, եթե կարելի է ինչ-որ բան ստանալ, ուրեմն պետք է ստանալ անկախ նրանից, ինչ երկրի հետ է գործ ունենում։ Եվ ասենք այն փորձը, որ մենք ունենք նույն ԱՄՆ-ի եւ հավաքական արևմուտքի համագործակցության տեսակետից, երբ որ մեզ դիտարկում են որպես հեռանկարային պարտնյոր, որը մտնում է նույն արժեքային համակարգի մեջ, որը միգուցե աշխարհակահաղական տեսակետից նույնպես հակված է երեսը թեքել դեպի արևմուտք, եւ դա որոշակի գործոն էր, որը թույլ էր տալիս մեզ ստանալ ավելին, քան այսպես ասենք հասնում է։ Այս պատմությունը գոնե ԱՄՆ-ի պարագայում ավարտվեց եւ մենք երևի ունենք այն թվերը, որ պետք է լինեին, ի վերջո ԱՄՆ-ն է հիմնական ներդրումները կատարելու, ի վերջո ԱՄՆ-ն է քաղաքական հովանավորը այս գործարքի եւ Հայաստանի տոկոսը ասեի բավականին բարձր է, բավականին բարձր է այդ տեսակետից ելնելով, որտեղ մենք բացի մեր տարածքից ոչ մի բան չենք տրամադրում, կարող ենք տրամադրենք, կարող ենք եւ ես այս վերջի 5 տարվա ընթացքում անդադ ասում եմ, որ պետք է հրամատ փորել, որ պետք է ճանապարհներ սարքել, որ պետք է գոնե ինչ որ հնարավոր է անել, մենք անենք, որպեսզի մեր ներդրումը, մեր ռեսուրսը բավարար լիներ ավելի մեծ տոկոս ստանալու համար։ Պարոն Նավասարդյան, բայց TRIP-ը կոնկրետ այդ մի ճանապարհը երկարքիցը 42 կիլոմետրանոց, այդքան շատ մեծ ներդրումներ չէր պահանջում եւ Հայաստանը հավանաբար կարող էր 50% ներդրումները կատարել, ակնկալելով, եթե ոչ 50% բաժնեմաս այդ ընկերությունում, գոնե 40-35 չուներ այդ հնարավորությունը։ Նախ ես հիշեցնեմ, որ ես նկատի ունեի նաև քաղաքական հովանավորությունը, որտեղ այդ գործարքը չէր լինի, եթե չէր լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների կշիռը միջազգային հարաբերություններում, եւ այո, մենք կարող ենք ավելի բարձր տոկոսին հավակնել, նաև եթե ինչ որ աշխատանքներ կատարվեին այս 5 տարիների ընթացքում։ Այսինքն մենք ոչ թե նույն վիճակը կտրամադրենք մեր գործընկերներին, ինչ կար վերջի 30-35 տարիների ընթացքում, այլ ինչ-որ աշխատանքը դեռ կատարված լիներ մեր հնարավորությունների շրջանակներում։ Դա փաստորեն չի արվել, ամեն ինչ սկսում է 0-ից եւ բնականաբար մենք ստացել ենք, կրկնում եմ, այն տոկոսը, որը մեզ հասնում է լավագույն դեպքում։ Եվ շահույթի մեծ մասն էլ բնականաբար այդ համամասնությամբ բաժին ընկնելու Ամերիկային։ Այստեղ ամեն դեպքում դրական կողմեր կան, ամեն դեպքում այդ ընկերությունը լինելու է Հայաստանի ռեզիդենտ, այսինքն հարկերը վճարելու է Հայաստանին եւ դա ամեն դեպքում օգուտ մեր տնտեսությանը բերելու է։ Ինչ ենք ստանում մենք TRIP-ով։
Մենք ստանում ենք կայունության ավելի բարձր աստիճան, մենք ստանում ենք ավելի մեծ դերակատարություն միջազգային ապրանքաշրջանառության եւ հաղորդակցության տեսակետից, բայց նաեւ հասկանում ենք, որ շատ բաներ մնում են անորոշ եւ վերջնական գնահատականը երևի կտանք այն ժամանակ, երբ որ մի քանի հարցերի պատասխանը կստանանք, հիմնականում այն ինչ որ մակերեսի վրա է, փաստաթղթում, որը դուք հիշատակեցիք երկկողմանի հայտարարությունում, նշված են մի քանի եզրույթներ, ասենք մեկը դա անխոչնդոտ անցումն է, մյուսը Ադրբեջանի համար, մյուսը ինքնիշխանությունը Հայաստանի, մյուսը իրավազորությունն է Հայաստանի, մյուսը այդ ֆրոնտ եւ բեք օֆիսների արկայությունը այո այնտեղ ոնց է այդ բոլորը համադրվելու դա առայժմ անորոշ է, հա, եւ մենք դեռ ունենք երկար ամիսների հստակեցում, որտեվ եթե այս փաստաթուղթը միանշանակ երկկողմանի է, պարզ է, որ վերջնականապես հասկանալու համար ինչպես է այդ ամեն ինչը աշխատելու, ինչպիսի մեխանիզմներով Ադրբեջանի կարծիքը լինելու է։ Առայժմ մենք ունենք շատ ընդհանուր կարծիք, այսինքն ողջունել է Ադրբեջանի իշխանությունը այս գործարքը, բայց դա չի նշանակում, որ բոլորին ամեն ինչ պարզ է, հա, եւ երբ պարզ կլինի, մենք ձեզ հետ միգուցե առիթ կունենանք մանրամասնորեն քննարկենք ինչ ենք շահում եւ ինչ ենք կորցնում։ Այս դեպքում օրինակ ընդդիմությունը հարց է բարձրացնում կամ մտահոգություն, որ այնուամենայնիվ կատարվել է Ադրբեջանի այն պահանջը, որ անխոչնդոտ լինի, պարզեցված եղանակով լինի եւ մենք չունենք նույն եւ չի պատրաստվում Ադրբեջանը տալ մեզ նույն հնարավորությունները իր տարածքում։ Սա դուք նույնպես այդպես եք այդ փոխադարձության սկզբունքը, որի մասին նույնպես շատ է խոսվել, խախտվել է այստեղ, որտեվ անգամ եթե լինի համաձայնություն, որ Նախճիվանով անցնող ճանապարհը կմտնի նաև Հայաստանի տարածք եւ մենք հնարավորություն կունենանք գնալ այդ ավանդական սովետական ժամանակների ավանդական ճանապարհով տանել բեռները եւ ուղևորներին դեպի Ռուսաստան, որ կկարողանանք նաև երկաթուղային կապ ունենալ Իրանի հետ, դրա հետ կրկին մնում են անորոշություններ եւ պարզ է, որ այն նույն սկզբունքները, որ դրված են երկկողմանի այդ հայտարարություններում, բոլորովին պարտադիր չէ, որ կլինի նաեւ այդ ճանապարհի հետ կապված, այսինքն այո, փոխադարձության սկզբունքը այստեղ չի աշխատում, բայց ես նաեւ ավելացնեմ, որ մի քանի արհեստական բաներ եմ տեսնում, որը չի ցանկանա որ լիներ եւ դա բխում է ոչ միայն մեր քաղաքականությունից, այլ նաեւ Ադրբեջանի, որը կրկնում եմ այսօրվա իրողություններին համապատասխան բավականին սխալ էր։ Այդ բարդությունները, որոնք ֆրոնտ եւ բեք օրինակ ֆրոնտ եւ բեք օֆիսների աշխատանքի հետ են կապված, ես կարծում եմ լրիվ ավելորդ են եւ կարող էին չլինի։ Ես կարծում եմ որևէ խնդիր չէր լինի, եթե հայ սահմանապահները եւ մաքսային ծառայության ներկայացուցիչները դիմավորեր էին ադրբեջանցիներին եւ այդտեղ չլիներ երրորդ կողմ։ Որտեւ կարծում եմ ԱՄՆ-ին առանձնապես հետաքրքիր չի այդ գործառույթը կատարել, հա, ԱՄՆ-ին հետաքրում է այն շահը, որը ստանալու է ընկերությունը եւ սահմանային ստուգումը ինքը որևէ եկամուտ չի ընդհանրում, ինքը հակառակը ծախս է ընդհանրում։ Եվ որպես մարդ, որը վերջերս այցելել է Բաքու կամ որը ընդունել է Ադրբեջանից գործընկերներին որպես հյուրեր, մենք տեսնում ենք, որ առանց որևէ խնդրի մենք էլ ենք անցնում ադրբեջանական սահմանները, ադրբեջանցիներն էլ անցնում են մեր սահմանը եւ որևէ խնդիր չի առաջացնում, ես կավելացնեմ սահմանապահներին կամ ծառայողներին այո, եւ դեմքն են տեսնում եւ անձնագներն են հանձնում եւ կնիքն են այնտեղ դրվում եւ ես ձեզ նաեւ միգուցե մեկ այդպիսի նուրբ բան ասեմ, որ մենք գիտենք, որ մեզանով զբաղվողները Բաքվում նաև պատերազմում մասնակցող սպաներ էին եւ անվտանգության աշխատողներ եւ սահմանապահներ։ Ձեզանով, այսինքն ովքեր որ Բաքվում ձեզ ուղեկցում էին։ Այո, եւ նույնը կարծում եմ նաեւ Հայաստանի պարագայում էր։ Եվ դա նույնպես որևէ խնդիր չէր առաջացնում։ Դուք կարող եք ասել, որ մենք ինչ որ առանձնահատուկ դեպք ենք։ Ես չեմ կարծում, եւ ես կարծում եմ, որ առավելագույն պատասխանատվությամբ եւ Հայաստանի եւ
Ադրբեջանի համապատասխան ծառայությունները կվերաբերեին հատկապես ադրբեջանցիների նկատմամբ, եթե անցնում են Հայաստանի սահմանը եւ հակառակը։ Եվ լրիվ ավելորդությունը, որը բոլորովին պետք չէր, մանավանդ հաշվի առնելով այն միտումները, որ այսօր կա հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Բայց Ադրբեջանը, Ալիևը եւ այլ պաշտոնյաներ շարունակում էին պահանջել եւ թվում էր, թե դա իրանք ուղղակի շարունակում են այն, ինչ որ ասում էին երկար տարիների ընթացքում, այսինքն վերջի 5-6 տարին, եւ ուղղակի չցանկացան հետ կանգնել։ Բայց ես կարծում եմ, եթե ավելի արդյունավետ երկխոսություն լինեն եւ բանակցություններ լինեն այդ հարցերում, կարելի էր այդ հարցը լուծել եւ այդ անիմաստ անիմաստ բարդությունը կարելի էր հաղթահարել։ Շատ լավ։ Պարոն Նավասարդյան, այդ հայտարարությանն անցած շաբաթ ստորագրված Վաշինգտոնում մեջ հենց սկզբում կարելի ասել, այսպիսի մի արտահայտություն կա։ Այդ շրջանակը, այսինքն այդ հայտարարությամբ թվարկվող կամ նկարագրվող շրջանակը, որը պետք է իրականություն դառնա, երբ որ ընկերությունը ստեղծվի կամ ընկերության ստեղծման ի սկզբանե։ Այդ շրջանակը չի առաջացնում եւ միտված չի առաջացնել իրավական հանձնառություններ եւ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։ Ինչ եք հասկանում, ինչ է նշանակում սա։ Սա հատուկ կարծեք ընդգծված ամենասկզբում նախադասությունն է։ Դա նշանակում է, որ շարունակեմ այն միտքը, որ դա ԱՄՆ-ի համար բիզնես պրոյեկտ է, այսինքն ԱՄՆ-ն որևէ քաղաքական պատասխանատվություն պաշտոնապես չի ստանձնում, թեև մենք հասկանում ենք, որ Թրամփը թեև չէր հանդես գալիս որպես երաշխավոր, այն հռչակագրին, որը ստորագրվեց Վաշինգտոնում, սակայն մենք հասկանում ենք, որ ինքը գործոնը ԱՄՆ-ի այստեղ անուղղակի կամ ոչ պաշտոնապես գործում էր։ Նույնը լինելու է այստեղ, որպես պետություն ԱՄՆ-ն որևէ հատուկ պատասխանատվություն Հայաստանի նկատմամբ չի ստանձնում այս գործարքում, բայց այն, որ ԱՄՆ-ն դրանում մասնակցում է եւ ինչ որ փաստաթղթերի տակ ստորագրություն է դնում, դա արդեն իսկ նշանակում է, որ փոխազդեցություն այստեղ տարբեր ակտորների հետ, տարբեր սուբյեկտների դեպքում կա, նույնը նաեւ Հայաստանի կողմից։ Սա քաղաքական պաշտոնապես քաղաքական շատ սահմանափակ իմաստ ունեցող փաստաթուղթ է։ Սա գործնական բիզնես, տնտեսական, ոնց ուզում եք կոչեք, այդպիսի փաստաթուղթ է ֆորմալ առումով, բայց կրկնում եմ, հաշվի առնելով ԱՄՆ-ի այսօրվա քաղաքականությունը, ԱՄՆ-ի այսօրվա հավակնությունները կշիռ ձեռք բերել միջազգային հարաբերություններում, արդեն իսկ անխոս մեծ նշանակություն ունի այս ամեն ինչի համար եւ պետք չէր այնտեղ ինչ որ երաշխավորության սկզբունքներ կամ բարեր ներդնել, այլ հակառակը ասել, որ այդպիսի բան չկա։ Եվ փաստաթղթում դա շեշտվում է, որ ֆորմալ առումով այդպիսի փոխադարձ պատասխանատվություն քաղաքական ոչ Հայաստանը ոչ չկակնկալենք։ Թեև հակակնկալենք փաստացի եւ պրակտիկ առումով։ Շատ լավ։ Ընդդիմությունը նաև բարձրաձայնում է հարց, որ թրիպով կամ այս փաստաթղթով եւ ընդհանրապես գոյություն ունեցող իրավիճակով այն, որ Հայաստան արդեն Ադրբեջանի տարածքով կամ Ադրբեջանից հենց բեռներ են ներկրվում, սա ամենևին էլ ամբողջական ապաշրջափակում չէ։ Դուք ինչ կարծիք ունեք։ Այո, դա այդպես է, մինչև առնվազն Նախճեվանով անցնող ճանապարհի վերաբերյալ կլինի հստակություն, որ մտնելու է երկաթուղին նաև Հայաստանի տարածք, եթե Թուրքիայի հետ մենք հասնենք պայմանավորվածությունների սահմանի հետ կապված, այսինքն որպեսզի հետագայում Գյումրիից Ախուրիկով կարճ մտնելու հնարավորություն լինի, միայն այն դեպքում մենք կարող ենք խոսել, որ առաջի քայլը դեպի ապաշրջափակում կատարվել է, չեմ ասում Ղազախ-Իջևան եւ այլն, որ նույնպես պիտի աշխատի, որպեսզի մենք ամբողջությամբ խոսենք, որ տարածաշրջանում երկաթուղիները եւ ընդհանրապես հաղորդակցությունները ապաշրջափակվել են։ Եվ թեև դա չկա, բայց մենք տեսնում ենք որոշակի զարգացումներ, որոնք խոստանում են նաեւ հեռանկար։ Խոսքը այն հանդիպման մասին է երկկողմանի, որ եղել է Երաս-Սադարակ այդ ճանապարհի 4 կիլոմետր է կարծեմ վերականգնման մասին։ Խոսք է գնում նրա մասին, որ Ախուրիկում սահմանակետում չեն լինելու ռուս սահմանապաններ, Ալիջանում, այսինքն Մարգարայի մյուս կողմը սահմանի
Թուրքիան իրականացնում է վերականգնողական աշխատանքներ, այսինքն դրանք բոլորը ասում են, որ գոնե այն առաջին փուլի հետ կապված քայլերը ինչ որ ժամանակ անց կատարվելու են, այսինքն միտումը եւ գործընթացը ապաշրջափակման կարելի է սկսված համարել։ Այ դուք հիշեցրեցիք ձեր այցը քաղաքացիական ներկայացուցիչներով ձեր այցը Բաքու, Հիկմետ Հաջիևի հետ հանդիպումները, հետաքրքիր է, նա ինչ որ ակնարկներ հույս նման բան արեց, նաև Իջևան Ղազախի այդ հատվածի մասին եւ ընդհանրապես ընդհանուր ապաշրջափակման մասին վստահություն տվեց ձեզ, հատկապես որ մեր համար շատ կարեւոր է նաև այդ հատվածի բացումը։ Դե դուք շատ լավ հասկանում եք, որ պաշտոնյաները այն բաների մասին, որոնց նկատմամբ չկա պայմանավորվածություն, շատ այսպես մշուշոտ են խոսում, բնականաբար քննարկվեցին տարբեր հարցեր, բայց չեմ կարող ասել, որ վստահ եւ նպատասխանատու ձևով Հիկմետ Հաջիևը ասեց, որ լինելու է ինչ որ բան։ Անկամ մեր գերիների մասին որևէ հստակ բան չասվեց, չնայած մենք հասկանում ենք, որ ինչ որ գործընթաց առաջ է գնում եւ ինչ որ քայլ արվելու է եւ դա իրոք տեղի ունեցավ, այդպես որ հույս ունենանք, որ մնացած մեր ակնկալիքները նույնպես կիրականացվեն, թեև դրա համար անհրաժեշտ է շատ հետեւական դիվանագիտական աշխատանք նաև մեր կողմից, ինչպես նաև այսօր որպես թեև բավականին փոքր գործոն, բայց նաև հասարակության մասնակցությունը այս ամեն ինչում ունի իր հեռանկարը եւ կարծում եմ մոտակա ժամանակ դրա դրսևորումները մենք նույնպես կտեսնենք։ Ընդդիմությունը մտահոգություն հայտնում նաև որ այդ TRIP ընկերության կառավարման այդ ընկերության աշխատանքներում եւ ընդհանրապես ինչ աշխատանք որ հետո կիրականացնի այդ ընկերությունը TRIP-ի շրջանակներում կարող են ներգրավել նաև թուրքական ընկերություններ։ Արժի այդ հարցում եթե այդպես լինի մտահոգություն ունենալ։ Դե մտահոգություն չարժի ունենալ այն պատճառով, որ առանց Հայաստանի համաձայնության եւ դա փաստաթղթի սկզբունքային կետերից մեկն է, դա չի տեղի ունենալու։ Այսինքն, եթե դա տեղի է ունենալու, ես հույս ունեմ, որ դրա հետ կապված բոլոր մտահոգությունները հաշվի կառնվեն եւ որևէ ռիսկեր դրա հետ կապված մենք չենք ունենա, թեև ես կասկածում եմ, որ գոնե առաջին փուլում հարաբերությունների այսօրվա մակարդակում դա հնարավոր է, բայց ինչ որ ժամանակ անց, եթե նորմալացումը հարաբերությունների իր արմատները կթողնի եւ մենք կհամոզվենք, որ դա որևէ ռիսկերի հետ կապված չի, ես չեմ բացառում նաեւ, որ այդպիսի մասնակցություն կարող է լինել։ Իսկ ինչպես է գնահատում ոչ միայն որպես սովորական սպառող, այլ նաև քաղաքական վերլուծաբան այն իրողությունը, որ արդեն Հայաստանը Ադրբեջանից բենզին է ներկրում, առելանյութ է ներկրում։ Դա ընդհանրապես նշանակում է, որ մենք ստանում ենք բարի կամքի ուղերձներ, որ կա շահագրգռվածություն, կա հետաքրություն արևտուրը կազմակերպելու համար երկու երկրների միջև եւ նաեւ օգտագործել փոխադարձաբար տարածքը մեր երկրների բռնափոխադրումների համար, բայց պարզ է, որ դրանք հիմնականում միանգամյա առայժմ բարի կամքի դրսևորումներ են եւ որպիսի դրանք համակարգային դառնան, անհրաժեշտ է, որ լիակատար վերականգնվեն միջպետական հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, իսկ դա լինելու է միայն խաղաղության պայմանականորեն ասած խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, թեև դա ես կգերադասեի, որ կոչվեն հարաբերությունների նորմալացման վերաբերյալ պայմանագիր, բայց դե հիմա բառերը այդքան մեծ նշանակություն չունեն եւ միայն դրանից հետո մենք կարողանանք ասել, որ այո, այդ ամեն ինչը լուրջ դեր է սկսում խաղալ տնտեսական հարաբերությունների մեջ, իսկ այսօր դրան շատ մեծ նշանակություն պետք չի տալ, շատ պարզ պատճառով, որ անգամ բանկային փոխանցումները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հնարավոր չեն։ Եթե այդ ամենապարզ մեխանիզմը չի աշխատում, ոնց կարելի է խոսել ընդհանրապես առևտրային հարաբերությունների ձևավորման մասին։
Իսկ խաղաղության պայմանագիրը երբ կստորագրվի ձեզ եւ արդյոք Հայաստանը չպետք է գերագնահատի Ադրբեջանի նաեւ այն պահանջը, որ պետք է սահմանադրության մեջ փոփոխություններ անել, ինչպես գերագնահատեց տվյալ դեպքում այդ սահմանային անցակետերում հայ չտեսնելու պահանջը։ Նա այստեղ մի քանի սցենարներ կան։ Ես կարծում եմ, որ բոլոր այդ սցենարները մենք պետք է հաշվի առնենք։ Առաջին սցենարը այն է, որ պայմանագիրը կստորագրվի մոտակա ժամանակ, բայց չի վավերացվի խորհրդարաններում։ Դա իմիջիալուց արդեն փորձարկվել է հայ-ադրբեջանական այդ գործընթացում, երբ դուք շատ լավ հիշում եք, որ նախաստորագրման հանգամանքը ի սկզբանե չկար։ Բայց դա մտցվեց, որպեսզի բոլորը ցույց տան, որ կան փուլեր եւ գործը առաջ է գնում, այդ նույն փուլերի տրամաբանությունը, որ կա առաջընթաց, կարող է մտնել նաեւ այս առումով, այսինքն լինի սկզբից ստորագրում, հետո վավերացում, այսինքն ստորագրումը մինչեւ Հայաստանում որևէ բան տեղի ունենալը ես շատ հավանական եմ համարում։ Հաջորդը կապված վավերացման հետ էլի տարբեր սցենարներ կարող է ընդհանրել։ Ի վերջո, երբ Ադրբեջանը պնդում էր սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը, խոսում էր նրա մասին, որ մենք ստորագրում ենք ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ, այլ Հայաստանի հետ, հայ ժողովրդի հետ։ Եվ կարող են, ասենք, ընդունել, որ եթե ընտրություններում որևէ բան չփոխվի քաղաքական առումով Հայաստանում, դա նշանակում է, որ ժողովուրդը այլևս ընդունում է այն քաղաքականությունը, որը իրականացնում է այսօրվա իշխանությունը, այսինքն չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ եւ ժողովրդի տեսակետից էլ որևէ ռիսկեր եւ բացասական զարգացումներ Ադրբեջանը չի տեսնում եւ այդ դեպքում Հայաստանի սահմանադրության փոփոխությունը դառնում է բարձրակապես մեր ներքին հարցը։ Ես նաև իմ կարծիքը ասեմ, անկախ Ադրբեջանի պահանջների, ես կարծում եմ, որ երկրի սահմանադրությունը պետք է համապատասխանի քաղաքական իրողություններին։ Այդ իրողությունները մեզ դուր են գալիս, թե դուր չեն գալիս, դա այլ բան է, բայց սահմանադրությունը պիտի արտացոլի, որտեղ դա է վերջո օրենսդրական փաստաթուղթ է, դա հիմնական օրենքն է։ Այսինքն չի կարող հիմնական օրենքը տարբերվել քաղաքական իրողություններից։ Ինչ պետք է արվի։ Ուրեմն ես կարծում եմ, որ նախաբանը պրեամբուլան այո պետք է փոխվի, այսինքն եւ անկախության հռչակագրի հետ կապված այդ դեպքը նույնպես պետք է վերանայվի։ Դա պետք է արվի, դա առաջին հերթին մեզ է պետք։ Այսինքն հողում չտրվի։ Այո, հող չտրվի եւ իսկ այն, որ ինքը որպես նորմատիվ փաստաթուղթ սահմանադրությունը ինքը չի ներառում որևէ տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, այսինքն եւ սահմանադրությունից բխող օրենքներ, ասենք տարածքային բաժանման մասին Հայաստանի, այնտեղ այն բաները, որոնք կան պրեամբուլայի մեջ, բոլորովին արտացոլված չէր, այսինքն պրեամբուլայի բովանդակությունը ինքը նորմա, իրավական նորմ չի ստեղծում։ Այնպես որ պրակտիկ առումով որևէ խնդիր չկա։ Խնդիրը միայն նրանում է, որպեսզի սահմանադրության տեքստը ամբողջությամբ համապատասխանի քաղաքական իրողություններին։ Դա կրկնում եմ, մեզ համար է կարևոր։ Անկամ եթե Ադրբեջանը ես հույս ունեմ, որ Ադրբեջանում էլ կգիտակցեն, որ դա մեր ներքին հարցն է եւ որևէ երկկողմանի հարաբերություններ չկապեն սահմանադրության հետ, անկամ այդ պարագայում ես գտնում եմ, որ մենք պետք է տվյալ հարցին լուրջ վերաբերմունք ունենք։ Մի հարց էլ ձեր այցի եւ ձեր ստացած տպավորությունների կամ տեղեկությունների մասին, օրինակ գերիների դեպքում կարծիք կա, որ Ադրբեջանը բավականին խիստ է տրամադրված հատկապես Արցախի ռազմաքաղաքական դա ակնհայտել է ղեկավարության ու հատկապես Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։ Դուք ինչ տպավորություն ունեք, որ ամենախիստը հենց նրանց նկատմամբ է դատական որոշումներ լինելու կամ ազատ արձակելու պայմանները։ Ես ասեմ, որ մենք ամեն դեպքում պետք է հաշվի առնենք հանրային տրամադրությունները։ Եվ անկախ նրանից, ինչպիսի քաղաքական նպատակահարմարություն կարող են տեսնել Ադրբեջանում որոշում կայացնողները, դրանք կրկնում եմ չեն կարող հաշվի չառնել
Ադրբեջանի հանրային տրամադրությունները։ Ինչպիսի կարծիքներ կան հասարակության մեջ։ Եվ մենք շատ լավ հասկանում ենք, որ Ադրբեջանում պահպանվում են կոչենք դա ռևանշիստական տրամադրություններ։ Այսինքն, որ եթե մենք պարտվել ենք եւ ինչ որ բաներ ենք կորցրել առաջին պատերազմի ընթացքում, ապա պիտի ինչ որ բան փոխենք նաեւ Հայաստանից հիմա։ Եվ մենք շատ լավ հասկանում ենք, որ այնտեղ դիսկուրսը շարունակում է, որ պետք է եւ տարածքային պահանջներ ներկայացնեն Հայաստանին եւ այլն եւ այլն։ Եվ քանի որ այդ բոլորը կարծես թե երկկողմանի հարաբերությունների ֆորմալ պաշտոնական մակարդակով օրակարգից դուրս են, այդ ամբողջ ցանկությունը Հայաստանին պատժելու եւ Հայաստանից ինչ որ բան ստանալու հասարակության մեջ կենտրոնացել է այն մարդկանց վրա, որոնք հիմա կանգնած են դատարանի առջև։ Եվ այնտեղ ակնկալել, որ գոնե այս փուլում լինեն մարդասիրական տրամադրություններ էական մասի մոտ ադրբեջանական հասարակության հնարավոր չէ։ Անկախ նրանից ապացուցվում է դատարանում, իրականում ապացուցվում է, թե չէ ոչ թե թղթի վրա այդ մարդկանց մեղքը ինչ որ գործողություններում, թե ոչ, Ադրբեջանում ուզում են, որպեսզի այդ մարդիկ խստորեն պատժվեն։ Դա հասարակական կարծիքն է, ես կարծում եմ, որ մենք դա պիտի հասկանանք։ Եվ բնականաբար այս պայմաններում անգամ այս 4 հոգու վերադարձնելը, ես կասեի բավականին այդպես պատասխանատու քայլ էր Ադրբեջանի իշխանությունների կողմից, որպեսզի դա լինի ինչ որ ազդակ, նույնպես որ ընթացքից կա գոհանակություն եւ կա դրական վերաբերմունք։ Հաջորդ քայլը շատ դժվար է լինելու կատարել եւ գոնե մինչեւ Հայաստանում ընտրությունները ես որևէ նոր բան չի ակնկալի։ Բայց որ նաեւ կան առանձին դեպքեր, ում նկատմամբ ձևավորվում է ինչ որ հատուկ բացասական վերաբերմունք, դա նաև մամուլի աշխատանքի, ժուրնալիստների աշխատանքի հետևանք է, դա նույնպես ակնհայտ է։ Այսինքն կան մարդիկ, ում անունները չգիտեն, ուղղակի նրանք ինչ որ բանի խորհրդանիշ են, հա, որ խորհրդանիշ են մեր պարտությանը 90-ական թվականների սկզբներին, ուրեմն պիտի պատժվեն։ Բայց կան նաև բնականաբար դեմքեր, դուք նշեցիք Ռուբեն Վարդանյանի անունը, ում անկախ իրավական տեսակետից ունի մեղք թե ոչ, նրա նկատմամբ պատիժը դա հասարակական պահանջ է այսօր Ադրբեջանում։ Դա պիտի գիտակցենք։ Արդյոք հասարակական պահանջի տեսանկյունից, թե Ադրբեջանի միգուցե պաշտոնական պահանջի կամ տեսակետի արդյունք կարող ենք համարել, Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությունը, թե Ադրբեջանը պարտավոր է լինել այդ բանակցությունների, այսինքն թրիփի շուրջ բանակցությունների լիիրավ մասնակից երկու ուղղությամբ, Հայաստանի կառավարության եւ ամերիկյան կողմի ուղղությամբ եւ թե օպերատոր ընկերության, թե ԱՄՆ կառավարության հետ։ Քննարկման հիմնական թեման պետք է լինի երկաթուղային հատվածի շահագործման կոնկրետ իրավական եւ տեխնիկական ռեժիմը, եւ որ Ադրբեջանը պետք է հատուկ կարգավիճակ պետք է ունենա, ներկայություն պետք է ունենա այդտեղ, հաշվի առնելով այն, որ խորհրդային տարիներին Ադրբեջանն է շահագործել մեղրի այդ երկաթգիծը։ Սա ինչ է, Ադրբեջանի տեսակետը թե այլ բան։ Դա մաքուր դեմագոգիա է, որը օգտագործում է ոչ միայն Էլմար Մամեդյարովը, այլ նաև այլ նախկին արտաքին գործերի նախարար Տոֆիկ Զուլֆուգարովը, դա իրողությունների հետ որևէ աղերս չունեցող հայտարարություն է եւ պահանջ, որտեվ Ադրբեջանի երկաթուղիները, որոնք այո կառավարում էին նաև այդ մեղրի հատվածը, մաս էին կազմում խորհրդային երկաթուղիների։ Ուրեմն Ռուսաստանը կարող է պահանջ ներկայացնել նաև որպես խորհրդային միության իրավահաջորդ, իրաց Ռուսաստանը միջազգային հարաբերություններում եւ ՄԱԿ-ում ինքը խորհրդային միության տեղը չստացավ եւ շատ հարցերում համարում է իրավահաջորդ, կարող է ասել դա էլ մերն է։ Բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ
անկախացման եւ ինքնիշխանության հաստատման գործընթացը ինքը ենթադրում է, որ այդ բոլոր պայմանական բաժանումները, որ մասն է անդրկովկասյան երկաթուղի, որը սպասարկում են Հայաստանի երկաթուղիների մյուս մասը, եւ ադրբեջանական երկաթուղին, որը առանձին կառույց էր եւ սպասարկում էր նաեւ Մեղրիի հատված, այդ բոլորը մնաց անցյալում։ Եվ ընդհանրապես, եթե այդ իրավահաջորդության արդին վերադառնանք, ինձ թվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարարները պետք է հիշեն մի բան, որը նաև իրենց սահմանադրության հետ լուրջ խնդիր է առաջացնում, որ 1991 թվականի մարտի 17-ին Ադրբեջանում անցել է հանրաքվե Խորհրդային Միությունը պահպանելու վերաբերյալ եւ ի տարբերություն Հայաստանի, որտեղ այդ հանրաքվեն չի իրականացվել, Ադրբեջանը փաստորեն քվեարկել է, թե ոնց է քվեարկել, դա այլ բան է, հա, թղթի վրա մեծամասնությունը Ադրբեջանի բնակիչների կողմ են արտահայտվել։ Ուրեմն դրանից հետո ոնց առանց որևէ հանրաքվեի ադրբեջանական սահմանադրություն արձանագրվում է, որ Ադրբեջանը իրավահաջորդն է Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետության 1918-1920 թվականի, ես չգիտեմ ինչ այնտեղ իրավական հիմք կամ տրամաբանություն ընդհանրապես կա, ուրեմն ինչ եղել է, ով ինչ սահմանադրություն ընդունել է, ով իրան ինչի իրավահաջորդ համարում է, թող համարի, բայց դա չի նշանակում, որ կարող են հավակնություններ ունենալ այն իրողություններին, որոնք կային Խորհրդային Միության ժամանակ, որտեղ եթե դա տեղի ունենա, լիքը խնդիրների առջև կկանգնի նաև Ադրբեջանը, ավելի լավ է ընդունենք փոխադարձաբար ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը եւ այդ տարածքի վրա բոլոր իրավազորության հետ կապված սկզբունքները։ Թրիպի դեպքում Եվրամիությունը ցանկություն է հայտնում ներգրաված լինելու եւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարելի է քննարկման է ենթակա այդ հարցը, մինչդեռ Հայաստանը մերժում է Ռուսաստանի ներգրավվածությունը այդ հարցում, այն դեպքում, երբ որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, սառեցված անդամությունը, բայց դեռ դուրս չէ եկել, բայց ամեն դեպքում այս դեպքում եւ խնդրում եմ մեկնաբանեք, իհարկե տարբեր երկու հարցեր ստացվեցին, մեկնաբանել եւ ներգրավման անհրաժեշտության հարցը կամ նպատակահարմարության հարցը եւ այն, որ դրան կարող է բավականին ցավոտ ընդունել այդ խնդրին Ռուսաստանը, հատկապես որ անկախ ԵՄ-ի ներգրաված լինել չլինելուց Ռուսաստանը ցանկանում է ներգրավվածություն ունենալ ազդեցությունը չկորցնելու համար, թեկուզ Դե այստեղ ինձ թվում է ամեն ինչ շատ պարզ է։ Ներգրավվածությունը կարող է լինել միայն համապատասխան ներդրումների միջոցով։ Եվ Հայաստանը կարող է առաջարկել Ռուսաստանին այդ հաղորդակցությունների ապաշրջապատման գործընթացում ունենալ իր ներդրումը։ Մանավանդ որ Ռուսաստանը երևի բոլորից շատ հնարավորություններ ունի դա իրականացնելու համար, այսինքն ֆորմալ առումով կոնցեսիայի է անձնված, դե այդ քո փաստորեն տնօրինության տակ գտնվող երկաթուղիները բարելավի, վերականգնի, նորերը սարքի եւ Հայաստանը դա առաջարկել է եւ Ռուսաստանը բոլոր հնարավորությունները ունի դա անել։ Ասենք Եվրամիությունը անգամ չունենալով այդպիսի համաձայնություններ եւ պայմանագրեր Հայաստանի հետ պատրաստ է ներդրումներ կատարել, ասենք, որպիսի Նախճիվանով անցնող երկաթուղու վերականգնման համար գումար հատկացնի Ադրբեջանին, այն պայմանով նաեւ որպիսի դա մտնի Հայաստանի տարածք եւ այստեղ է հիմա վեճը Բաքվի եւ Բրյուսելի միջեւ, որտեղ Բաքվի ներկայացուցիչներն էլ ասում են, որ ձեր գործը չի հետո ինչ է լինելու, դուք այդ փողը տվեք, որպեսզի մենք Նախճիվանի երկաթուղին վերականգնենք, այսինքն այդպիսի մի քիչ ես կարծում եմ քաղաքական պրիմիտիվ շանտաժի դրսևորումներ այստեղ կան։ Իսկ Եվրոպայի համար ինչու է կարևոր, որ այն մտնի հետո նաև Հայաստան։ Եվրամիությունը շահագրգռված է, որ լինի կայունություն, խաղաղություն եւ նորմալ հարաբերություններ այս տարածաշրջանում։ Իսկ դրա համար ապաշրջապակումը բոլոր հաղորդակցությունների անհրաժեշտ է, այսինքն եթե միակողմանի
ծրագրերի պրոյեկտների համար միայն Եվրամիությունը գումար հատկացնի, դա բնականաբար չի նպաստի այն շահագրգռվածությանը, որը ունի Եվրամիությունը, այսինքն այստեղ ինձ թվում է բավականին դեռ բարդ բանակցություններ եւ պայմանավորվածություններ տեղի ունենալու եւ եթե մենք վերադառնում ենք Ռուսաստանի հետ կապված հարցին, դա Ռուսաստանի գործը չէ։ Ռուսաստանը ունի ներդրում կատարելու բոլոր հնարավորությունները եւ այլ ծրագրերի իրականացման մեջ մտնելու որևէ հիմքեր չունի։ Դա չի նշանակում, որ չկան տեխնիկական խնդիրներ։ Եվ ես առաջին անգամը չէ, որ նշում են, որ ըստ իս հիմնական խնդիրը անգամ ոչ ռուս սահմանապաններն են, որտեղ իրենց հարցը Հայաստանը ունի բոլոր իրավունքները լուծելու, այլ կապված այնպիսի փաստաթղթի հետ, որը կոչվում է ԵԱՏՄ մաքսային կանոնադրություն, որը ենթադրում է, որ անգամ տրանզիտ բեռները պետք է ձևակերպվեն ԵԱՏՄ կանոններով եւ որքանով է դա համապատասխանում TRIP-ի տրամաբանությանը եւ աշխատանքային մեխանիզմերին, դա շատ լուրջ հարց է։ Ուրեմն պետք է այդ հարցը լուծել։ Ինչպես։ Մի փոքր եկեք խորանանք, բայց ոչ երկար այս հարցի մեջ։ Ես ուզում եմ հիշեցնել, ինչպիսի պայմաններում էր Հայաստանը դառնում ԵԱՏՄ անդամ։ Մի գիշերվա մեջ։ Մենք սկզբից ուզում էինք դառնանք միայն մաքսային միության անդամ եւ դառնանք ԵԱՏՄ-ի համահիմնադիրը, բայց փաստորեն այդ հնարավորությունը մեզ չտրվեց։ Մենք չդարձանք մաքսային միության անդամ, ստեղծվեց ԵԱՏՄ-ն առանց մեր մասնակցության եւ մենք դրանք միացանք ստորագրելով կամ միանալով բոլոր առանց մեր առանձնահատկությունները հաշվի առնելու փաստաթղթերին, այդ թվում նաեւ մաքսային կանոնադրությանը։ Իսկ դա պարտադիր պետք է անել, որտեղ Հայաստանը ունի առանձնահատուկ դիրք ԵԱՏՄ-ում։ Մենք միակ երկիրն ենք ԵԱՏՄ անդամ, որը ունի այլ ԵԱՏՄ անդամ պետության հետ որևէ ընդհանուր սահման։ Այսինքն դա նշանակում է, որ այդ տրանզիտը կարգավորող մեր տարածքում տրանզիտը կարգավորող սկզբունքները, որոնք կան այդ կանոնադրությունում, մեզ վրա չպետք է տարածվեն։ Լինելով ԵԱՏՄ անդամ, անդամ, բայց ինչու համար է տրանզիտը կարևոր, որտեղ եթե մտնում է որևէ բեռ ԵԱՏՄ անդամ մի պետության տարածք, ինքը կարա արդեն առանց որևէ լրացուցիչ մաքսային ստուգումների հանկարծ հայտնվել մեկ այլ երկրում։ Մեր դեպքում դա ֆիզիկապես հնարավոր չէ, որտեղ մենք չունենք սահման։ Հա, ցանկացած այդ բեռը եթե հայտնվի ցանկացած այլ սահմանում Հայաստանի, ինքը ստանում է մաքսային ստուգման համար անհրաժեշտություն։ Այսինքն դա հնարավոր չի։ Եվ դա նշանակում է, որ գոնե հիմա Հայաստանը պետք է խնդիր դնի ԵԱՏՄ-ի առջև, եթե մենք հակակից հարաբերությունների կողմնակից ենք, այլ ոչ թե գնում ենք այն ճանապարհով, որը այսօր ընդունված է շատ պետությունների մոտ, թքած ունենք ինչ է այդտեղ գրված, մենք անում ենք այն, ինչ մեզ ձեռ է տալիս։ Ինչպես Ամերիկան եւ Ռուսաստանը, հա։ Ասենք կան երկրներ, որոնք այդպես են վարվում, բայց հասկանում ենք, որ դա կարող է բերել բազմաթիվ բարդությունների, կապված դրա հետ, որ ամեն դեպքում բոլոր մաքսային վճարները ի վերջո ԵԱՏՄ-ի ընդհանուր կաթսա են գնում, հետո համապատասխան պայմանավորված տոկոսների բաշխվում են անդամ երկրների միջև, այսինքն այնտեղ մեզ նեղացնելու կամ նեղը գցելու մեխանիզմներ կան, այնպես որ ավելի լավ է քաղաքակիրթ ճանապարհով լուծել այդ հարցը եւ Հայաստանի համար այլ կանոններ կամ փոփոխված կանոններ մտցնել, որպեսզի այդ ձևակերպումները տրանզիտային փոխադրումների համար չտարածվեն մեղրի հատվածի վրա։ Նիկոլ Փաշինյանը նաև անցած շաբաթ հայտարարեց ԵՄ անդամակցության անդամակցելու վերաբերյալ, ասելով, որ այո, դա աններգբա է, մենք ցանկանում ենք, մենք պետք է գնանք, իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը դա ըստ իրողությունների, ըստ իրադարձությունների իրավիճակի պետք է լուծել։ Իսկապես Հայաստանը ըստ ձեզ գնում է դեպի Եվրամիություն եւ իսկապես Եվրամիությունը պատրաստ է որոշ ժամանակ հետո դրված պայմանները կատարելուց հետո ընդունել Հայաստանին։ Եթե մենք նկատի ունենք այն Եվրամիությանը,
որը կար մի քանի տարի առաջ, ապա Հայաստանը չի գնում այդ ուղղությամբ։ Ես կարծում եմ, որ եւ ինստիտուցիոնալ առումով, եւ իրավունքների ապահովման առումով, եւ շատ այլ բարեփոխումների տեսակետից Հայաստանը առաջընթաց չի ապահովում։ Իսկ այն Եվրամիությունը, որի մասին մենք երազել ենք, հաստատ Հայաստանի հեռանկարը չի, այսօրվա Հայաստանի հեռանկարը չի, բայց ամեն ինչ կարծես թե փոխվում է, ամեն ինչին սկսում են այլ կերպ նայել, եւ մենք տեսնում ենք եւ դա արժանանում է լուրջ քննադատությանը եւ ընդդիմության եւ առանձին փորձագետների, որ այն ինչ այսօր տեղի ունենում Հայաստանում ոչ միշտ բավարար քննադատական արձագանք է ստանում Եվրամիությունում։ Դա քաղաքական կամ աշխարհակաղակական նպատակարարությունից է ելնում, դա ինչ որտեղ պետք է կարելի է հասկանալ այս բարդ աշխարհում, երբ բոլորը բոլոր կանոնները խախտում են, հա, բայց եթե մենք ընկալում ենք Եվրամիության անդամ լինելը որպես ապահովում այն արժեքների, որոնց վրա հիմնված էր Եվրամիությունը, ապա այդ գործընթացը չեմ տեսնում։ Եթե մենք մեկ այլ Եվրամիության անդամ ենք ուզում դառնանք, որտեղ շատ բաների վրա աչք է փակվում եւ դա այսօրվա իրողություններին ինչ որտեղ համահունչ process է, կրկնեմ, ապա միգուցե, այո, միգուցե այդպիսի հեռանկար Հայաստանը ունի։ Ըստ ձեզ Եվրամիությունը ինչի վրա Հայաստանում աչք չպետք է փակել եւ ինչը պետք է քննադատության ենթարկել այդ դեպքում։ Ընդհանրապես բոլոր ուղղություններով բարեփոխումները Հայաստանում չեն համապատասխանում այն պարտավորությունների, որը ստանձնված է ոչ միայն անդամության համար, ոչ միայն ասոցիացիան համաձայնագրի, որը չի ստորագրվել Հայաստանի կողմից կամ որը մերժվել է փաստորեն Հայաստանի կողմից, անգամ այս պարտավորություններից Հայաստանը շատ հեռու է եւ բնապահպանական ոլորտում եւ տրանսպորտի զարգացման ոլորտում մի փոքր առաջընթաց կա կարծես թե էներգետիկ համակարգի տեսակետից, բայց այստեղ էլ լուրջ խնդիրներ կան, ել չեմ խոսում անկախ դատական համակարգ, ել չեմ ասում մարդու իրավունքներ եւ այլն եւ այլն։ Այստեղ մենք շատ լուրջ խնդիրներ ունենք, ինչպես եւ ցավոք պետք է ընդունենք նաեւ շատ Եվրամիության անդամ պետությունները։ Այո։ Պարոն Նավասարդյան, գալով նորից թրիպին, Իրանը շարունակում է նորից անհանգստություն հայտնել վերջին անգամ արդեն Իրանի դեսպանը Հայաստանում, որ այդ թրիպի ծրագրում միգուցե սպառնալիք է Իրանի նկատմամբ։ Դուք տեսնում եք սպառնալիք Իրանի նկատմամբ։ Եթե Իրանը անցալում է որպես սպառնալիք իր անգամ ԱՄՆ-ի ցանկացած ներկայությունը մեր տարածաշրջանում, ապա այո, բայց ես կարծում եմ, որ այն վտանգները, որ կան ԱՄՆ-ից Իրանի նկատմամբ եւ այն ինչ տեղի ունեցավ 2025 թվականի հունիսին, ասենք թրիպի աշխատանքները եւ գործածումը իհարկե միամիտ է համարել Իրանի համար որևէ սպառնալիք։ Իրանը ամեն դեպքում պետք է գտնի զարգացման այնպիսի ճանապարհ, որը բացառի այդպիսի խորը արճակատում ԱՄՆ-ի եւ արևմուտքի հետ, ինչպիսին կա այսօր։ Շատ երկրներ տարածաշրջանի դրա հեռանկարները տեսնում են եւ փորձում են իրենց ապահովագրել հնարավոր բացասական զարգացումներից եւ անվտանգության համար խնդիրներից։ Իրանը առայժմ այդ ճանապարհը չի գտել, հուսով ենք կգտնի, որտեղ դա մեզ համար է կարևոր հաշվի առնելով, որ ընդամենը 4 հարևան երկրներից մեկն է։ Այո, իսկ այդ դեպքում ինչու է Իրանը բարբերաբար անհանգստություն հայտնում թրիպի վերաբերյալ կամ ընդհանրապես Ամերիկայի հետ Հայաստանի հետ։ Պատճառները տարբեր են, նրանք կարող են զուտ քաղաքական լինել, զուտ մենտալիտետի վրա հիմնված, բայց նաև Իրանը իհարկե ուներ հույսեր, որ հիմնական ճանապարհը Ադրբեջանից Նախճիվան եւ հետագայում Թուրքիա հասնի Իրանի տարածքով, այսինքն զուտ մրցակցային եւ ինչ որտեղ տրամաբանական
մոտեցումներ եւ ինչու չօգտագործել, ասենք, քաղաքական հայտարարությունները կամ քաղաքական ճնշման մեթոդը, որպեսզի այդ հարցը լուծել, մանավանդ որ բոլորը դա անում են։ Բայց մենք շատ չպետք է մտահոգվենք եւ այն եւ քաղաքական գործիչների եւ փորձագետների կարծիքները, որ դա կարող է աղետ դառնալ Հայաստանի համար, ես կարծում եմ շատ լուրջ, շատ էական չափազանցված է։ Պարոն Ավասարդյան, իսկ ներքաղաքական դաշտում ինչ զարգացումներ եք դուք տեսնում ընտրություններին ընդառաջ, տարբեր ուժեր արդեն սկսել են դիրքավորվելուց առաջ բնականաբար բանակցություններ կան, դաշնակցությունը հայտարարեց, որ միայնակ չի գնալու նորից դաշինքով եւ տարբեր բանակցություններ պետք է վարի ընդդիմադիր այլ ուժերի հետ, մենք արդեն տեսանք, որ անգամ ՀԱԿ-ի հետ ունեն բանակցություններ, Էդմոն Մարուկյանը կամ այլոք ընդդիմադիր այլ ներկայացուցիչներ հայտարարում են ընդդիմադիր մի միասնական բևեռ ձևավորելու շուրջ, որ կարողանան հաղթել գործող իշխանություններին եւ հեռացնել նրանց, դուք նման ինչ զարգացումներ եք տեսնում կամ հնարավորություններ եք տեսնում։ Ես առայժմ չեմ տեսնում մարտահրավեր, որը կնետվեր ընդդիմության տարբեր շրջանակների կողմից քաղաքացիական պայմանագրին, թեև նաև տեսնում եմ, որ քաղաքացիական պայմանագրի վարկանիշը նույնպես բարձր չէ եւ շատ դեպքերում նույնիսկ նվազում է, բայց դա կարող է բավարար լինել, եթե ընդդիմությունը չգտնի ինչ-որ ճանապարհ ներկայացնել էական եւ աշխատող այլընտրանք։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացիները հասկանան, իսկ ինչ դրական բան է փոխվելու Հայաստանում, եթե կատարվի իշխանափոխություն։ Եվ անվտանգության տեսակետից, որտեղ այստեղ շատ կարևոր է ինչպիսի դիրքորոշում ունեն մեր ընտրությունների նկատմամբ արտաքին աշխարհը, հա, եւ դա բնական է, քանի որ Հայաստանը թեև բավականին համեստ, բայց մասնակցություն ունի միջազգային հարաբերություններում եւ միջազգային զարգացումներում, ապա նաեւ ցանկացած եւ հարևան եւ ոչ հարևան պետությունների համար կարեւոր է հասկանալ ինչպիսի իշխանություն է ունենալու Հայաստանը։ Եվ եթե մենք տեսնում ենք, որ միանգամայն տարբեր բևեռներում աշխարհակաղակական կա անհանգստություն հնարավոր փոփոխության համար, ապա դա բնականաբար ազդում է նաև Հայաստանի քաղաքացիների մտածելակերպի վրա, ինչու մենք աշխարհի հետ խնդրեմ ունենանք փոխելով իշխանություն, եթե կարող ենք անգամ գոհ չլինելով այսօրվա իշխանություններից գնանք եւ քվեարկենք ընդհանրապես կամ քվեարկենք այլ կերպ։ Եվ առայժմ այդ տրամաբանությունն է կարծում եմ գործում մեր այդ նախընտրական տրամադրությունների տեսակետից եւ առայժմ դրա պատասխանը թեև բանակցում են իրար հետ, փորձում են ինչ-որ ծրագրեր առաջարկել, այդ փորձերը ընդդիմությունը կատարում է, բայց այնպիսի լուծում, որը կապահովեր ընդդիմության կողմից լուրջ այլընտրանք ներկայացնելու հեռանկարը ես չեմ տեսնում առայժմ։ Իսկ գնալով այդ այլընտրանքը առաջանա այս 5 ամիսների ընթացքում կա նման հավանականություն։ Դե գիտեք, Հայաստանում շատ բաներ բավականին արագ են փոխվում քաղաքական ասպարեզում, ես այստեղ հիշում եմ օրինակ 1996 թվականի նախագահական ընտրությունները, երբ ընդամենը կարծեմ 40 օր առաջ վստահություն առաջացնող հարցումները ցույց են տալիս, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ունի 70-ից 75% աջակցություն, եւ մենք տեսանք ինչ տեղի ունեցավ ընդամենը 40 օր անց։ Պայմանագիրը չունի այդքան, այն տատանվում է 20%-ից մի քիչ ավել, մի քիչ սահմաններում։ Դե այս դեպքում եթե մենք նաեւ ունենք 60%-ից ավել չկողմնորոշվածներ կամ ընտրությանը չմասնակցողներ, եւ այդ պարագայում քաղաքացիական պայմանագրի 20%-ը դառնում է բավականին բարձր տոկոս։ Այնքան 15%-ն է դառնում բավականին բարձր, հաշվի առնելով, որ եթե մասնատված լինի ընդդիմությունը, իսկ դրա հեռանկարը մենք առայժմ ունենք, դա կնշանակի, որ բազմաթիվ կուսակցություններ կամ նույնիսկ դաշինքներ չեն հավաքի անցողիկ այդ շեմը,
չեն հաղթահարի եւ այդ ձայները կգնան նրանց, ովքեր կհաղթահարեն եւ նույն քաղաքացիական պայմանագրի 15 կամ 20% կարող է դառնալ 50-ից ավել։ Այո։ Տեսեք, ընդդիմությունը թեև չի ցանկանում միավորվել, տարաձայնություններ ունի, բայց ընդդիմադիր շատ բեկորներ կամ նույն հիմնական ընդդիմադիր ուժերը փորձում են համագործակցել նոր ստեղծված Սամվել Կարապետյանի այդ շարժման, որը հետո կուսակցություն է դառնում դրա հետ, փորձելով քիչ թե շատ որոշակի վարկանիշ ունի այդ կուսակցությունը, փորձելով կամ ազդեցություն ունենալով շարժումը, որը խոստանում են, որ կդառնա կուսակցություն առաջիկայում, փորձելով ազդեցություն ունենալ կամ օգտվել նրա ունեցած ազդեցությունից։ Ինչ հնարավորություն կունենա։ Ես միգուցե շատ պատասխանատու բան եմ ասում, թեև երևի առաջինը չեմ, որ այդ կարծիքը հայտնում եմ, բայց ինձ թվում է, որ դա գիտակցում է նաև ընդդիմության ճամբարում, որ եթե մեր ձևով շարժումը դառնա կուսակցություն, ապա մեծ հավանականությամբ անկախ նրանից դա կհամապատասխանի իրավական սկզբունքներին, թե չէ, այն չի գրանցվելու եւ չի կարողանալու մասնակցել հենց այդ կարգավիճակով ընտրություններին։ Եվ ես կարծում եմ, որ հիմա ավելի շատ մտածում են ընդդիմության շարքերում, ինչպես անեն, որ եղած կուսակցությունների մեկի դրոշի տակ այդ նույն շարժումը տեղավորվի։ Այսինքն դա ավելի հեռանկարային կարող է դառնալ, եթե պատրաստվում են իրոք մասնակցել ընտրություններին, այլ ոչ թե հույսը դնել հետընտրական զարգացումների վրա, քանի որ կրկնում են անկախ նրանից դա ունենալու է իրավական հիմք, թե ոչ, մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանը այսօր շատ հեռու է օրենքի երկիր դառնալուց, պարզապես չի գրանցվի եւ չի կարողանալու մասնակցել ընտրություններին։ Իսկ դա նշանակելու է, եթե խաղադրույքը դրվի հենց այդ ուժի վրա եւ ինքը հանկարծ կգրանցվի, դա կնշանակի ընդհանրապես տապալում, ձախողում անդիմության բոլոր փորձերի եւ ջանքերի։ Շնորհակալություն, պարոն Նավասարդյան։ Հիշեցնում եմ, որ Ամեկ Պլյուսի տաղավարում էր քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը։